Ակնհայտ է, որ այստեղ քաղաքացիական պայմանագրի տոկոսները ավելանալու են, Բարգավաճ Հայաստանից 4% եւ ավելին ստանալու է, Ուժեղ Հայաստանի տոկոսները նվազելու են, իսկ Հայաստան Դաշինքինը գուցե հարաբերականորեն նույնը մնան, գուցե մի փոքր ավելի, մի փոքր պակաս, կին այս Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող քաղաքական ուժերը ավելի քիչ ձայներ են հավաքելու։ Ընտրությունների թափանցիկության վերաբերյալ որևէ մեկը խնդիր չի տեսել, նույն ընդդիմադիրները չեն հայտարարում, թե ընտրությունները թափանցիկ չեն եղել, այսինքն մարդիկ չեն կարողացել իրենց, մարդը ցանկացել է ինչ-որ մեկ ընտրել, բայց չի կարողացել ընտրել, դման բան չկա, ում ցանկացել է ընտրել, ընտրությունների գաղտնիության վերաբերյալ ոչ մի խնդիր չկա, այսինքն ապահովված է այն տարբերակի հնարավորությունը, որ մարդը կարող է վախենալով, գայթակղվելով, չգիտեմ, կաշառք վերցնելով եւ այլն, կարող է գնալ եւ ընտրել ուրիշի։ Երկու ճանապարհ Հայաստանի Հանրապետության համար։ Մեկը մնալ Ռուսաստանի ճամբարում, Ռուսաստանի ազդեցության տրամաբանության մեջ, արմատքի հետ հարաբերել այնքան, ինչքան Մոսկվան թույլ կտա։ Մյուս ճանապարհը փորձել ինքնուրույն հարաբերություններ կառուցել բոլոր ուղղությունների հետ։ Եթե մնում ենք առաջին ճանապարհում եւ որոշումները կայացնելիս Մոսկվայի ցուցումով ենք առաջնորդվում, ապա Հայաստանի պետականությունը ուղիղ եւ առանց որևէ բացառության գնում է դեպի մարման։